Ուրեմն մենք դիմումի չէ, հանցագործության մասին հաղորդման։ Ուրեմն հանցագործության մասին հաղորդումը ներկայացվել էր դատախազություն, որը հասցեագրել էր հակակոռուպցիոն կոմիտեին, հակակոռուպցիոն կոմիտեի քննիչը շատ ծիծաղելի, բառի բուն իմաստով իսկապես զավեշտական, այսպես ասած պատճառաբանումներով հրաժարվել էր քրեական գործ հարուցել։ Զավեշտական, այսինքն օրինակ ասել էր, որ դե քաղաքական գործիչների հայտարարությունները հիմք չեն հանդիսանում քրեական գործ հարուցելու համար։ Այն դեպքում, երբ որ խոսքը հայտարարությունների մասին չի, քահանաների առևանգման, ենթադրենք, հա, ուժային կառույցներով եկեղեցու եւ վանական համալիրի տարածքը բռնազավթելու եւ հավատացյալների մուտքը արգելափակելու, քահանաների մուտքը արգելափակելու, ներկա հավատացյալներին դուրս եկեղեցուց հրմշտելով բռնությամբ դուրս բերելու եւ այլն, այսինքն դա խոսքը հայտարարությունների մասին չէ։ Դա հետո բողոքարկվել է վերադարձ դատախազին, վերադարձ դատախազը կրկնել է նույն փաստարկները եւ դրանից հետո մենք դիմել ենք հակակոռուպցիոն դատարանին, հակակոռուպցիոն դատարանը տարածել այսօր մենք ստացանք հակակոռուպցիոն դատարանի որոշումը, որ վարույթ է նախաձեռնվելու եւ որոշումը մենք իմանանք փետրվարի վերջին։ Ոստի փետրվարի վերջին հիշեցրեք, մենք ձեզ կասենք հակակոռուպցիոն դատարանը ինչ արել, բայց սա այն դեպքն է, որ մենք բացարձակ վճռական հետամուտ ենք լինելու, որպեսզի դատական բոլոր ացիաներով այս գործը գնա, եթե օրինակ հակակոռուպցիոն առաջացանի դատարանը հրաժարվի գործ նախաձեռնել, քրեական գործ, ուրեմն մենք կգնանք բողոքարկումներով մինչև սահմանադրական դատարան, որովհետև ի վերջո մենք ունենք քրեական օրենսգրքի 209-րդ հոդվածը, որը քրեական պատիժ է նախատեսում կրոնական կազմակերպությունների ներքին գործերին միջամտելու համար եւ նրանց օրինակ, նրանց ծեսերը խանգարելու համար։ Քրեական պատիժ է։ Եվ իդեպ ես ձեզ ասեմ, որ այս հակաեկեղեցական պայքարի ընթացքում վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը այն քանակությամբ անգամ է խախտել 209-րդ հոդվածը, որ ասենք բազմաթիվ դրվագներ կա։ Ամենավերջի դրվագը օրինակ իր ստորագրությունն է 10 եպիսկոպոսների հետ հայտարարության տակ։ Իսկ ինքը դու ինչ ես, եպիսկոպոս ես, որ ստորագրում ես, քահանա ես, վարդապետ ես, դու ինչի ես ստորագրում մի հայտարարության տակ, որը վերաբերվում է եկեղեցու ներքին խնդիրներին։ Իրանց ասելով բարենորոգմանը, բայց նույնիսկ դրան չարադառնանք, բայց եկեղեցու ներքին խնդիրներին։ Դու ինչ ֆունկցիա ունես այդտեղ։ Դու չէ որ եկեղեցու որևէ ծառայող չես։ Ինչու ես դրա խառնում։